ստացված է 4 անգամ հռչակվել Եվրոպայի առաջնության հաղթող, անբացատրելի են զգացողություններս, մեծ պարտավորվածություն է, ինձ համար շատ ուրախալի եւ շատ հպարտ պահեր եմ ապրել, որի համար շնորհակալ եմ Աստծուն, իմ մարզիչներին, ինձ հետ մարզվող ընկերներին, իմ կողքին ինձ օգնող մարդկանց, շնորհակալ եմ նրանց, քանի որ մենակ այս արդյունքը չէի կարող ես գրանցել, պայքարել ավելի է բարդանում, ավելի են քո դեմ պատրաստվում, դրա համար ամեն ինչ դժվար է տրվում։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, էմոցիաները ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, ուզում էի առաջի տեղ գրավեի, չեմպիոն դառնայի, չստացվեց, կաշխատենք այս անգամ ավելի լավ հանդես գանք։ Սաղ ուժերս դրեցի, սկզբից բաց թողեցի, այդ միավորները բաց թողեցի, հետո ինչքան ուժ ունեի, սաղ դրեցի, հենց չեղա, որ միտեղ խնայեմ ինձ կամ մի բան անեմ, ինչ կարողացա արեցի։ Դե սպասելիքները բնականաբար չարդարեցրեցին, ունեցանք 1 ոսկի, 1 արծաթե մեդալ, 2 բրոնզե մեդալների համար, ասենք, մեկը պարտվեցինք, մեկը վնասվածքի փակչերով Արթուրը չմասնակցեց, բայց այդտեղ բրոնզե մեդալի համար շատ ուրախացրեց Սամվելը Գրիգորյան, որը իրոք կարող էր հաղթել, ուղղակի վերջի պահին ինչ-որ չորեքթաթերությունից հնարք բաց թողեց եւ դա դարով ճակատագրական չկարողացավ միավորը հետ բերել։ Ընդհանուր թիմային հաշվարկով գրավել ենք 5-րդ տեղը, բավարարված չեմ այսպես ասել արդյունքներով։ Իհարկե Մալխասը բրավո, Մալխասը հիանալի ելույթ ունեցավ, Արսենից էլ, Վազգենից էլ, ազատ ոճայիններից ավելին էի սպասում, նաև հունարոմեականներից էի ավելի սպասում, բայց երբ որ կա չեմպիոն, կան մեդալներ, կարելի է գնահատել բավարար ելույթը։ Հիմա պիտի մտածել, ինձ թվում է այնուամենայնիվ մի քիչ կարելի էր ֆունկցիոնալ ավելի լավ պատրաստ գնալ։ Տպավորությունս այդպիսին է, դեռ չենք վերլուծել, հիմա մարզիչները կգան, մի քիչ կզրուցենք, ես ասում եմ այն, ինչ էկրանի այս կողմից եմ տեսել։ Դա մեկ բան է, երբ կողքին ես լինում, այլ բան է։ Հիմա ուղղակի կմտածենք, կհասկանանք ու կշարժվենք առաջ։